Արդեն 16 տարեկանում իմ դեբյուտն էր Հանրապետության հրապարակում 40,000 հանդիսատեսի առջև։ DJ-ությունը այդ ուղղակի երկ փոխել չի։ Եթե ձեր երեխան ինչ-որ շատ սպეციფიկ ինչ-որ բան է, ոչ ստանդարտ բան է որոշում, որ պետքա գնա այդ ճանապարհով, պետք չի կոտրել, միգուցե ձեր երեխան մեծ հաջողության հասնի հենց այդ ոլորտում։ Իսկ լինում է, որ քյարթու միջոցառումների ժամանակ քյարթու երգեր են ձեզնից ուզում։ Ես ասենք 2 ժամում ստացա 100,000 դրամ եւ այնքան լավ անցա։ Շատ դեպքերում ոնց որ ծնողներն մտածում են, որ իրենց պատկերացրածը կամ իրենց որոշածը երեխեքի համար միանշանակ ճիշտ է։ Ծնողները էլ չէ հավերժ չէին, որ իրանք չլինեն, ինչ են անելու իրենց երեխեքը, ինձ թվում է կարևոր է նաեւ դրա մասին մտածել։ 27 տարեկանում գնեցի իմ առաջին սեփական գույքը Երևանի կենտրոնում։ Եթե ես 17-ում չսկսեի, ես 100% այդ հաջողության, այսպես ասած, չէի հասնի այդ նպատակին։ Հիշում եմ վերջերս, որ դպրոցներում օրինակ մտածում էին առարկանում, այսինքն ներդրել են արդեն, շատ բացասական արձագանք էր գալիս ծնողների կողմից, որ մենք որ չենք ստացել սեռական կրթություն, չենք մեծացել, ամեն ինչ լավ է մեր հետ։ Ժարը ոդքասթ է կրթության մասին։ Այստեղ մենք խոսում ենք կրթական հաստատություններից, ոլորտի խնդիրներից, կարծրատիպերից ու հնարավորություններից։ Մեր հյուրերը ամենատարբեր մարդիկ են՝ գործարարներից մինչև արվեստագետներ ու գիտնականներ, կրթության փորձագետներից մինչև ուսանողներ ու աշակերտներ։ Եթե դուք նույնպես կարևորում եք կրթությանն առնչվող ցանկացած քննարկում, մեզ աջակցել կարող եք Patreon-ում կամ Re-Armenia հարթակում բաժանորդագրության միջոցով։ Հղումները կգտնեք նկարագրության բաժնում։ Ողջույն բոլորին։ Ես Անգել Նինան եմ, կրթական ոլորտի էնտուզիաստ եւ նժար ոդքասթի հիմնադիրն ու հաղորդավարը։ Այսօրվա մեր նժարին երաժշտությունն ու դեռահասներն են։ Teens Live եւ Parents Live նախագծերի հիմնադիր Արուսիկ Մկրտչյանի, նույն ինքը DJ Վակցինայի հետ խոսել ենք դեռահասական շրջանի DJ-ի մասնագիտության եւ ծնողավարության մասին։ Մինչ մենք սկսենք ոդքասթը, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին եւ սեղմել զանգակի կոճակը, որ առաջին իմանաք մեր նոր էպիզոդների մասին։ Իսկ տարածքի եւ տեխնիկայի տրամադրման համար շնորհակալ ենք TCF Armenia ընկերությանը։ Նժարը ոդքասթը կրթության մասին։ Եկեք սկսենք ձեր մասնագիտությունից, այսինքն հիմիկվա մասնագիտությունից, DJ-ությունից ու հատկապես Հայաստանում կին DJ լինելու մասին մի քիչ խոսենք։ Ենթադրում եմ այդ հարցը ձեզ շատ տված կլինեն, բայց ոնց որ դրանից եմ մտածում սկսենք, որովհետև հիմնականում նաև մասնագիտություններն ենք փորձում sense բացահայտել ու հետաքրքիր կլինի ինձ թվում է նաև ավելի երիտասարդ, ну ոչ միայն ավելի երիտասարդ, ցանկացած մարդու համար, ով որ միգուցե մտածում է DJ-ության մասին կամ ուղղակի հետաքրքիր է։ Հա, 2002 թվականին սկսեցի DJ-ությամբ զբաղվել, այդ ժամանակ Հայաստանում այնպիսի ոնց ասեմ միջավայր էր, այնպիսի մարդիկ էին մեծ մասամբ, որ ընդհանրապես անգամ DJ-ին չէին կարողանում ընկալել ինչ է անում, ինչի համար է եւ էլ չասեմ աղջիկ DJ-ի մասին, տղաներին հələ դեռ ինչ որ ձև ընկալում էին, մի քանի հոգի կային այդ ժամանակ արդեն, որովհետեւ 90-ականների վերջից սկսվեց առհասարակ ինչ որ ակումբային կյանքը ակտիվանալ, DJ-ներ հայտնվեցին, եւ շատ ուրախ եմ, որ իմ գուրուները, այսպես ասած, այն մարդիկ, ովքեր որ ինձ ոգեշնչել են, եղել են Հայաստանի հենց ակումբային կյանքի հիմնադիրները, ու ես իրենց մոտ եմ նաև սովորել DJ-ություն, եւ պաշտել եմ ակումբային երաժշտությունը, ու 11 տարեկանում հիշում եմ, որ երազանք էր իմ համար եւ նաեւ նպատակ էր, որ ես պետքա DJ դառնամ, եւ 14 տարեկանին սկսեցի այսպես դանդաղ ուսումնասիրել եւ նաեւ տեխնիկային նաեւ փորձել տիրապետել Եվ արդեն 16 տարեկանում իմ դեբյուտն էր Հանրապետության հրապարակում 40,000 հանդիսատեսի առջև եւ դա միջազգային DJ փառատոն էր, որը Հայաստանում էր անցկացվում Եվ դա իրոք մեծ պատիվ էր իմ համար այն ժամանակ DJ Վակցինայով չէ, այն ժամանակ լրիվ ուրիշ նիկնեյմ ունեի, այսպես ասած, բեմական լրիվ այլ անուն էր եւ 16 տարեկանից հետո ուղղակի մի քանի տարի ստոպ տվեցի, որովհետև ընդունում էի պետական համալսարան, պարապում էի ինքս իմ հետ, չունեի կրկնուսույց եւ պետք էր շատ կենտրոնանալ, որովհետև նպատակը պետական համալսարանն անվճար ընդունվելն էր եւ այդ 2 տարին այդպես ստոպ եղավ, մինչեւ պարապեցի, ընդունվեցի եւ հետո ընդունվեցի HFM ռադիոկայան ու այդտեղ սկսվեց նորից վերածնվեց իմ DJ-ական այսպես կարիերան եւ շարունակվեց արդեն DJ Վակցինա անվան տակ եւ շատ բարդ է եղել, սարսափելի մեծ խտրականության ալիքի դեմ եմ միշտ պայքարել եւ դա չի տևել ընդհանրապես ասենք 1 տարի, 2 տարի, ամենակիչը սկզբի 6-7, միգուցե անգամ 10 տարին եղել է շատ խտրական վերաբերմունք, եղել են բամբասանքներ, եղել են
ինչ որ абսուրդային իրավիճակներ, բեմի վրա կարող էր լիներ դա, կարող էր, չգիտեմ, նաև միջավայրում խոսակցություններ լինեին եւ այլն, ինձ երկու բան է պահել, որ դա առաջինը դա այնա, որ դա իմ երազանքն է, իմ նպատակն է, ոչ մեկ չէր կարող ինձ այդ ճանապարհից շեղել, անգամ ամենաագրեսիվ վերաբերմունքով, եւ երևի թե կարծում եմ այնուամենայնիվ նաև իմ ընտանիքը, իմ ծնողները, որովհետեւ նրանք երբեք ոչ թե դեմ չեն եղել, նրանք միշտ կողմ են եղել, չնայած որ դա կարող է թվա ինչ-որ տարօրինակ, հա, բայց իմ ծնողները երկուսն էլ շատ sense լիբերալ հայացքների տեր մարդիկ են եղել, հայրս գիտության մարդ է, մաման արվեստի նկարչուհի է եւ իրենք այդ sense ասած քյարտու իրականությունից կիլոմետրերով հեռու են եւ իրենք հենց մելոման լինելով ինձ միշտ ոգեշնչել են եւ հիշում եմ որ մաման անգամ սկզբում իվենտների ժամանակ եթե դա հանրային ինչ-որ միջոցառումներ էին միշտ կար լինում եւ շատ ոգևորվում էր եւ հիշում եմ իր հայացքը sense հիացմունքով միշտ նայում էր ու դա իրոք դա նույնպես մեծ նշանակություն ունի երեխայի համար իհարկե եթե անգամ ծնողները իմ կողքին չլինեին ես վստահ առաջ էի գնալու եւ ոչ մի բան չէր կարողանալու խանգարել բայց այնուամենայնիվ դա հաճելի է Այսինքն հիմա ուղղակի խոսք ծնողներին, եթե ձեր երեխան ինչ-որ շատ ոչ սպეციფიկ ինչ-որ բան է, ոչ ստանդարտ բան է որոշում, որ պետքա դառնա գնա այդ ճանապարհով, պետք չի կոտրել, միգուցե այդ մարդը ձեր երեխան մեծ հաջողության հասնի հենց այդ ոլորտում։ Հետաքրքիր ձևակերպում տվեցիք, որ DJ-ությունը այդ ուղղակի երկ փոխել չի, ու կուզեմ մի քիչ խորանանք նաև դրա մեջ, թե ինչա նշանակում լինել DJ, ինչա նշանակում լինել այդ մասնագիտության կրողը դրանով աշխատել ու որն է իր այդ սիրուն կողմը որ ձեզ այդքան գրավել է այսինքն ոնց է ստացվել որ 11 տարեկանից դուք երազել եք դրա մասին Նախ DJ-ությունը դա միջավայր ստեղծելն է ամենակարևորը երբ որ միջոցառումը կապ չունի ինչ տեսակի միջոցառում է party է փառատոն է քաղաքային ինչ որ event է հարսանիք է կորպորատիվ է կապ չունի հա ֆորմատը DJ-ը միջավայր ստեղծողն է Եթե վերցնենք օրինակ նույն թեկուս կորպորատիվ միջոցառում կամ հարսանյաց միջոցառում, ամենակիչը 50%-ը ապահովում է հաջողության միջոցառման DJ-ը։ Մնացածը իհարկե կախված է հարակից ինչ որ չգիտեմ արտիստներից, այլ հաղորդավարից, հյուրերից, հա, տրամադրվածությունից, իրանց միգուցե պահելաձևից, հա, որովհետև հյուրեր են լինում կամ միջոցառման մասնակիցներ են լինում, որ իրենք տրամադրված չեն, ու ինչ ուզում ես արա այնտեղ, հա։ Բայց այնուամենայնիվ ուղիղ կեսը դա ապահովում է DJ-ը եւ DJ-ի վրա մեծ sense միսիա կա դրված, որպեսզի ամեն ինչ անցնի հարթ, անցնի ուրախ ջեր միջավայրում եւ կախված արդեն event-ի տեսակից DJ-ը նաեւ երաժշտությունն է պատասխանացնում, այսինքն չի կարող օրինակ party-ն եւ նույն թեկուս կորպորատիվ միջոցառումը կամ հանրային ինչ որ միջոցառումը, որը քաղաքային օրինակ ինչ որ տարածքի բացում է կամ ինչ որ մի պրեզենտացիա է նույնը լինի այսինքն DJ-ը պետքա երաժշտության առումով սարսափելի ճկուն լինի պատկերացնի իրենից ինչ են սպասում եւ բացի նրանից թե ինչ պետքա նա տա որպեսի փորձի այսպես ասած բավարարել պահանջները մարդկանց, նաև մի փոքր էլ գոնե թելադրի իր երաժշտությունը։ Իհարկե թելադրելը միշտ չի որ ստացվում է, որովհետև միջոցառումներ կան, որ այսպես ստաբիլ գրված է, գծված է, որ դա պետքա լինի ավելի կոմերցիոն երաժշտություն, դա չպիտի լինի այն ինչը որ դու ես սիրում, բայց օրինակ նույն party-ների կամ DJ փառատոնների ժամանակ կամ նույն օրինակ ինչ որ բացումների ժամանակ օֆիցիալ հա պրեզենտացիաների ժամանակ այդ ժամանակ ես գոնե փորձում եմ իմ երաժշտությունը մի քիչ գոնե այսպես ասած ներարկել մարդկանց եւ դա լավա որ դուր է գալիս իսկ թե ինչու 11 տարեկանում ես որոշեցի DJ դառնալ որովհետեւ արդեն 8-9 տարեկանից պաշտում է երաժշտությունը եւ այն վատ տարիներին հիշում եմ միակ սփոփիչ եւ դրական էմոցիա
տվող բանը դա փոքրիկ ռադիոընդունիչներ բատարեկաներով, դե այնտեղ ժամանակ լույս չկար, չգիտեմ, դուք երբի այդ ժամանակ շատ պլանի մեջ էլ երևի չկայք, հա, դա 90-ականների կեսերն էր եւ այդ ժամանակ միակ բանը, որ հիշում եմ մեզ ջերմություններ տալիս, մեր չգիտեմ ընտանիքին, դա այդ լավ երաժշտություններ, որ մենք էլեմենտներով այդ ռադիոն միացնում էինք եւ լսում էինք եւ երաժշտությունը իմ համար եղել է միակ ոնց ասեմ կենթանություն տվող, էմոցիա տվող, մոտիվացիա նաև տվող մեթոդը, գործիքը եւ ես մեկ-մեկ մտածում եմ, օրինակ, եթե ես օրինակ ռոկի սիրահար լինեի կամ ինչ-որ այլ ոճի սիրահար լինեի, ինչ կտար ինձ այդ երաժշտությունը, հիմա թող բացարձակ չնեղանան ռոկի սիրահարները, օրինակ ես գտնում եմ, դա իմ կարծիքն է, որ էլեկտրոնային ակումբային երաժշտությունը, որը ավելի ռիթմիկ է, էներգետիկ է եւ ավելի պոզիտիվ է, ինքը շատ է քեզ առաջ բրթում այսպես ասած, հա, դու անդադար ինչ-որ ռիթմի մեջ ես ու անդադար ինչ-որ ուղիղ հազարի վրա աշխատում է ու օրինակ դա ինձ ահավոր մեծ մոտիվացիա էր տալիս այդ երաժշտությունը ես հիշում եմ օրը 10 ժամ մինիմում լսում էի չնայած միգուցե ռոկի սիրահարների համար էլ ռոկը լինի նույն ձևի մոտիվացնող իմ համար օրինակ ռոկը մի քիչ ավելի նեգատիվ ոչ թե ես շատ սիրում եմ բայց որպես այսպես ֆանատ ինձ համարում եմ էլեկտրոնային երաժշտության ֆանատ եւ երբ ռոկ եմ լսում մի քիչ հենց տխրում եմ շատ եմ սիրում բայց չգիտես ինչ տխրում եմ իմ մոտ գիտեք ոնց է ես որ ջիմ եմ գնում որ մի հատ sense ռոք չլինի այդ բողոքող sense բան լնող ես չեմ կարող հա իմ մոտ այդ ռոքն է էլի տալիս այդ ուժը իսկ sense իհարկե փաստորեն մարդը պետք է գտնի այն երաժշտությունը որը իրանն է մեկ էլ դասականը իրական դասականներ եմ շատ հավանում դասականի տակ ջիմ չեմ գնա բայց դասական երաժշտությունից վերջերս եմ սկսել տենց հավանել հատկապես հատ հավջութակը sense վերջն Իսկ լինում է որ քյարթու միջոցառումների ժամանակ քյարթու երգեր են ձեզնից ուզում ու ինչ եք անում այդ դեպքում Հայաստանում մանավանդ եթե դու ուզում ես գումար աշխատես դու չես կարող միայն գնաս որակով ինչ որ մենակ իվենթների մասնակցես ես իրականում վաղուց վանից արդեն նվագում եմ տարբեր միջոցառումների տարբեր ֆորմատի միջոցառումների ժամանակ այդ թվում նույն տարբեր հարսանիքներ ծնունդներ եւ այլն եւ մի կողմից շատ լավ է որ DJ-ները մտան նաև այդ ոլորտ, որովհետև ժամանակին այդտեղ հնչում էին այդպիսի միջոցառումներին հնչում էին ինչ-որ սարսափելի վատ կլկլոցներ եւ ինչ-որ անդուր ռաբիս, իսկ հիմա մենք արդեն փոխել ենք այս տենդենսները շատ վաղուց եւ եթե ոչ ամբողջությամբ որակով երաժշտություն գնում, գոնե 80%-ը փորձում ենք մաքսիմալ նենց անենք, որպեսզի նույն հարսանիքը ծնունդը չանցնի ինչ-որ ռաբիզի տակ, ես իհարկե դնում եմ էստրադա հայկական երբեմն, եթե հաճախորդը ուզում է, բայց դա որակով երաժշտություն է, քիչ թե շատ է, օրինակ Թաթան, ես շատ սիրում եմ Թաթային, որպես մարդ, որպես նաև արտիստ, ոնց կարելի է օրինակ հայկական իվենթի ժամանակ Թաթայի տակ չպարել, բայց իհարկե դա ոչ միշտ է Եթե մանավանդ հաճախորդը եւ իմ ճաշակները համընկնում են, լինում է, որ ընդհանրապես հայկական երաժշտություն ընդհանրապես չի հնչում եւ կամ, չգիտեմ, Իվետայից Արամեն Պետրից ռեինկարնացիայից է հնչում երաժշտություն։ Իհարկե ոչ բոլորն են նման պահանջներ դնում եւ ցանկություն հայտնում, բայց հիմնականում ասում եմ փորձում ենք մենք մանավանդ բոլոր DJ-ներս ովքեր որ նաեւ այդ ոլորտի մեջ են հիմա շատ ակտիվ, գոնե այնպես անենք որ այդ տիպի միջոցառումները, որոնք շատ տարածված են բնականաբար ամեն ընտանիքում ոնց էլ չլինի կան չգիտեմ մարդիկ ովքեր ուզում են անցկացնել իրենց ծնունդը կամ հարսանիքը հենց DJ-ի ներկայացմամբ գոնե այնպես ենք անում որ այդ միջոցառումները մաքսիմալ որակով անցնեն հետաքրքիր բան նշեցիք որ բանը գումար աշխատելու հետ կապված
չգիտեմ, երիտասարդ տարիքին է բնորոշ, թե մարդկանց կոնկրետ խմբին է բնորոշ, բայց լինում է, որ այդ գումար աշխատելու հետ կապված ինչ որ վախ է լինում, կամ վախ կամ սկզբունքների հարց։ Օրինակ, ձեզ մոտ արդյոք եղել է այդ պահ, արդյոք ձեր մոտ ընդվզում եղել է, որ չէ, ես քյարթուն երաժշտություն չեմ նվագի, ու ոնց եք դրա հետ աշխատել, ոնց եք հաղթել։ Պատմեմ ձեզ, երբ ես 23 տարեկան էի, այն ժամանակ մինչև 23-ն եմ սկսել DJ-ություն անել, արդեն երևի հասկացել եք, 20 տարեկանից sense լրիվ ինձ տվել էի DJ-ությանը եւ 20-ից մինչև 23 տարեկան այդ ընթացքում նվագում եմ միայն underground երաժշտություն, դա տեխնոն էր, tech house-ներ, house-ներ, տրանս եւ այլն եւ դա իմ ամենասիրած երաժշտությունն է, տրանս այդքան էլ հիմա չեմ սիրում, բայց tech house-ը, house-ը, չգիտեմ, deep house-ը, մանավանդ տեխնոն իմ ամենասիրածի ոճերն են եւ եթե մենք մեքենայի մեջ ենք, չգիտեմ, գնում ենք ինչ որ տեղ կամ ես փողոցով քայլում եմ, բնականաբար իմ ականջներում չի հնչում հայկական էստրադա, էլի։ Ես լսում եմ միայն underground էլեկտրոնային երաժշտություն եւ նվագում էի նաեւ այդ երաժշտությունը Եվ հիշում եմ, որ այն ժամանակ միանգամից ես դարձա ամենաթոփ հայտնի DJ-ներից մեկը եւ դա միայն սերով չէր պայմանավորված, հավատացեք, դա նաեւ պայմանավորված էր ահա որ մեծ աշխատանք տանելով, որտեվ ես, չգիտեմ, ռադիոյից տուն չէի գնում, ամբողջ գիշեր սետեր էի հավաքում, լսում էի եւ այդ բազան երաժշտական, այսպես ասած, իմ ուղեղում շատ մեծ էր եւ դա շատ մեծ բան է տալիս DJ-ին, երբ որ դու հստակ հասկանում ես այդ պահին ինչա պետք մարդկանց եւ դու նաեւ այդ ամբողջ այդ բազան այսպես ասած երաժշտական ունենալով կարողանում ես ճիշտ գրագետ ձևով երաժշտությունը ներկայացնես եւ հետաքրքիր սեթ կազմես ասածս այն էր որ այն ժամանակ օրինակ ես որպես ամենատենց top DJ-ներից մեկը եւ նաեւ իմ գոլեգաները սկզբունքորեն չէին գնում ոչ մի այլ տիպի միջոցառման դա կլիներ նույն հարսանի կորպորատիվ ծնունդ, չգիտեմ, 1000 ու մի տեսակի տարբեր իվենտներ էին լինում եւ մեզ հրավիրում էին բնականաբար եւ մենք տենց մեր պրինցիպներով առաջ էին գնում եւ ասում ենք, չէ, ոչինչ, մենք նվագում ենք միայն underground երաժշտություն եւ ինչ եղավ, մի անգամ 23 տարեկանում մի բան էլ ասեմ, ընդունվել էի ամենապոպուլյար, այսպես փախած ակումբը նվագելու, այն հիմա չկա այդ ակումբը արդեն, որտեղ մուտքը փակեր այդ ակումբի մասին նույնիսկ շատ քչերը գիտեին եւ շատ մեծ հաջողություններ այդտեղ հայտնվելը, որովհետեւ այդտեղ նվագում են ամենահայտնի DJ-ները Հայաստանի եւ հիշում եմ, որ ես երբ որ սկսեցի նվագել, ես նվագում էի, չգիտեմ, ժամը 8-ից 9-ից մի 2 ժամ սեթ, 11-12 գնում էի տուն, եւ իմ օրգանիզմը ընդհանրապես սովոր չէր, որ ժամը 2-ից պետք է սկսեմ նվագել գիշերվա կամ 3-ից, ու հիշում եմ, որ այդ ակումբում մարդիկ հավաքվում էին գիշեր, մեկը այդ ամենաշուտ ժամն էր, ու ես ասում էի, ես ինչ եմ ես անում, ես ուրեմ ես ընկել, ու լավա որ ասում իմ ծնողները չէին ընդդիմանում, բայց իհարկե դա նորմալ չէր իմ համար, նաև երբ թե իմ ծնողների համար էլ, որ ես ժամը 7:30-8-ին նոր հասնում էի տուն, ես էլ ահա որ առողջ ապրելակերպով ապրող մարդ եմ, երբեք ոչ ալկոհոլ եմ օգտագործում, ոչ ծխում եմ, ոչ թմրամիջոցներ եւ իմ համար միգուցե մյուսները ինչ որ մի բան գոնե անում են, որ դիմանան, ես չէի դիմանում ուղղակի, իմ քունը տանում էր որ բայց ես տենց ասում եմ լավ պետք է անել, ուրեմն գնում ենք առաջ եւ փորձում էի տենց թույն սետեր էի նվագում մինչեւ ժամը 7-ը եւ առավոտը դուրս է գալիս այդ հավաքարարների հետ միասին տենց ասում եմ ես ինչ եմ անում, սա իմը չի, ես չեմ սիրում այդ գիշերային այդ չքնել, տանջվել վիճակները բայց մարդկանց որոշ DJ-ներին գիտեմ դա դուր է գալիս, ոչ մի դա իմը չէր ընդհանրապես, ու ես դրա համար ստանում էի 15000 դրամ այն ժամանակ, դա այն ժամանակվա համար դա բավականին մեծ գումար էր, մյուսները իմ կեսն էին ստանում, տենց որ խտրականություն էին դրել, որովհետև ես, չգիտեմ, աղջիկ եմ, առաջի աղջիկ DJ-ն էի, միգուցե դրա համար էին ինձ ավել վարձատրում, կարճ ասած ես գոնե ինչ որ չափ ավելի պիտի մոտիվացված լինեի, քան մյուս DJ-ները, բայց մի անգամ ինձ ասին, արի խնդրում ենք, էլի, արի հարսանիքին նվագի, իմ մոտիկ ընկերներից մեկի հարսանիքներ։ Ու դուք հասկացաք, որ առավոտը 7-ին տուն գնալու կարիք չկա։ Ու ասեցին, որ ընդհանրապես անգամ պետք էլ չի դու այդ հայկական ռաբիզնը դնես, էլի, արի մի երկու հատ թաթակը դնես մաքսիմում,
սենց շատ ահավոր մեծ բարիեր հաղթահարեցի, որովհետև այդ իմ սկզբունքների վրայով անցա, ասի լավ դե գնա մոտիկ մարդ է, էլի արդեն ամոթը քանի անգամ ասել է ու ես հիշում եմ որ գնացի, դե հարսանիքը ինչ ժամը, հիմա է որ ժամը սկզբից միջև վերջ ենք նվագում, այն ժամանակ, այն ժամանակ բան էր, սկզբում Живое, այսպես live band-ը նվագում էր, DJ-ը վերջի 2 ժամն էր նվագում, ես ասենք 2 ժամում ստացա 100,000 դրամ եւ այնքան լավ անցա ոչ թե նրա միջոց օգտագործողներ կային, ոչ ինչ-որ անկապ ինչ-որ ագրեսիվ մասսա կար, ես էլ անկեղծ չեմ սիրում այդ մարդկանց համար նվագել ու իմ համար այնքան կոմֆորտ էր այդ հարսանեկան իվենթը, ասում ինչ ես եմ էլ, միջև որ չեմ գնացել, ու ես ասում եմ այդպես էլ գնաց, իրականում հարսանիքը ու կորպորատիվը շատ անգամ ավելի դժվար է անցկացնել, քան նույն underground երաժշտության պարտիները, որովհետև այստեղ դու պետքա բազմաժանր լինես ու պետքա կարողանաս խաղացնես այդ ամեն ինչը այնպես, որ շատ ճիշտ դոզաներով բոլոր ոճերը տաս, այստեղ հասկացա, որ հայ ես լիքը բաներ ունեմ սովորելու ու այդպես գնաց, ես երևի թե հիմա համարվում եմ հարսանեկան իվենթների ցենց ամենապահանջված DJ-ներից մեկը, էլի բարդություններ ունի, բայց չեմ համեմատի այդ ժամը 7-ին լուսաբացին դուրս գալով, տենց չգիտեմ, տանջամահ լինելով տուն գնալու հետ, էլի։ Ես սիրում եմ այս ոլորտի իվենթներին մասնակցել։ Հա, շատ հավես է։ Որ մի քիչ հետ գնանք մեր նոր քննարկած թեմաներին, կին DJ լինելու մարտահրավերներին, մի քիչ կպատմեք ոնց եք դուք հաղթահարել այդ մարտահրավերները ու երևի թե ինչ խորհուրդներ ունեք այն մարդկանց, ովքեր ոնց որ մտնում են մի ոլորտ, որտեղ սովորաբար իրանց սերի մարդիկ չեն լինում, հա, ու իրանց համար դժվար է լինում, մարտահրավերները շատ են լինում։ Նայեք, առաջին հերթին մարդը, կինը կամ տղամարդը, կապ չունի հիմա, մենք հիմա խոսում ենք սերով պայմանավորված խտրականության մասին, տղան էլ կարող է բախվի այդ խտրականության հետ, օրինակ եթե որոշի որ պետքա, չգիտեմ, հագուստի դիզայներ դառնա, չնայած հիմա այդ էլ օքեյ է, չգիտեմ, չեմ կարող հիմա հիշել այդպիսի մասնագիտություն, որ կոնկրետ տղաների հետ կապված կամ բալերոն դառնա, ենթադրենք։ Կարևորը այստեղ մոտիվացիան է, դու ինչքանով ես մոտիվացված, ինչքանով ես ուզում դառնալ այդ մասնագիտության տեր մարդ։ Եթե քո մոտիվացիան շատ բարձր է, ոչ մեկ չի կարող քեզ ճանապարհից շեղել, հավատացեք։ Երկրորդը, նայեք, սեփական մոտիվացիան ինչ որ ձևով պետք է նաև ամրապնդվի, հա։ Եթե դու որոշել ես, որ պետք է դառնաս նույն բալերոն, բայց դու գնում ես, տանջվում ես 8 ժամ, չգիտեմ, ֆիզիկական լուրջ մարտահրավերների հետ ես զբաղվում, որովհետև ես ինքս բարի մասնագիտական, sense պրոֆեսիոնալ երկար տարիներ զբաղվել եմ բարով, ես գիտեմ, որ դա շատ բարդ է մասնագիտություն է, ու այդ բալերոնը եթե գնում է 8 ժամ տանջվում է ու ստանում է, ենթադրենք, չգիտեմ, ամիսը 80,000 դրամ աշխատավարձ, դա հաստատ իր մոտիվացիան չի ամրապնդելու, այսինքն նա մի գործոնով պայմանավորված բան չի։ Եթե անձը որոշում է, որ պետք է ինչ-որ մասնագիտություն ձեռք բերի որոշած սպეციფիկա, պետք է հասկանալ ինքը նաև ինչ կկարողանա այդտեղ ստանալ ի պատասխան իր չարչարանքի եւ նաև այդ խտրականության դեմ պայքարելու արդյունքում արդյոք ինքը կստանա այն ինչի համար ինքը պայքանում դրա պայքարեց, հա, այդքան DJ-ության ոլորտում հիմա ուղղակի շատ լիքն է դաշտը, այսպես չեմ կարող ասել, որ այ կապ չունի տղան թե աղջիկը մտավ այս ոլորտ, ինքը շատ արագ կարողանալու է հաջողության հասնել, որովհետև հիմա քնից զարտում են եւ որոշում են, որ պետք է այդ DJ դառնան եւ նաեւ փչացրել են ոլորտը, որովհետև, չգիտեմ, 5-10,000 դրամով գնում են իրական երգ են փոխում, այ այտենց YouTube-ը միացնում են ու երգ են փոխում։ Հիշում եմ ժամանակին աղջիկ ծանոթ կլիենտներից մեկը աղջիկ գնացել էր եւ ռեստորանին ասել էր, որ մենք ձեր DJ-ին չենք ուզում վակցինան մեր մոտ լինելու, այդ մենեջերը ասել էր, բայց ինչի ինքը մի քանի անգամ ավելի թանկ է, քան մեր DJ-ը ու մեր DJ-ը ավելի լավն է, քան ինքը, այս աղջիկը ասել էր, բայց ախր ինչով է, էլի ավելի լավը, դե ասել էր YouTube-ով ինչ ուզեք կդնի։ Եվ այդ աղջիկը հիշում եմ ոնց էր ծիծաղելով ինձ զանգել, պատմում էր այս պատմությունը, ասում ախր աբսուրդ է, որ մարդիկ ընդհանրապես չեն ընկալում DJ-ը ինչ կարևոր ֆունկցիա է կատարում։ Այդպես ու շատ անգամ լինում է, որ
սխալ DJ-ի ընտրության պատճառով միջոցառումը, այսպես ասած, վարի է գնում ու այդ եմ ասում հիմա այդ DJ-ները որոնք որ փչացնում են ոլորտը այնքան շատ են որ հիմա եթե ինչ-որ մեկը նոր մարդ ուզում է մտնի այդ ոլորտ շատ մեծ մրցակցության մեջ է մտնելու դաժան եւ ոչ միայն պետքա լավերի հետ մրցակցի այլ պետքա այդ վատ անկապ սկսնակների հետ էլ մրցակցի իսկ ընդհանուր առմամբ որպես խորհուրդ երբեք հետ մի գնացեք ձեր ընտրած ճանապարհից ու մենակ ձեզ լսեք մենակ ձեր սեփական ցանկությունն է կարևոր անգամ ծնողներին պետք չի լսել որովհետև մարդը դուք եք եւ ձեր կյանքն է հետագայում շատ են լինում դեպքեր երբ որ ծնողներին մեղադրում են անգամ շատ մեծ տարիքում ես ունեմ ավագ ընկերներ որոնք չգիտեմ անգամ 50 տարեկան են մինչեւ հիմա ասում են այն papan այն maman չթողեցին որ ես դառնամ դերասան դա իմ ամբողջ կյանքի երազանքն էր շատ կարևոր է գնալ ներքին ձայնի եւ ցանկության հետևից Կանանց ու մայրերի տոնին փոխարինեք ստանդարտ անակնկալները անթերիսի նվերքարտերով։ Նվիրելով անթերիս նվերքարտեր դու նվիրում ես հոգատարություն, սեր եւ խնամք։ Նվերքարտերով կարելի է օգտվել եւ իմ սիրուն դեմքի խնամքի փաթեթներից եւ ալեքսանդրիտային ու դիոդային մազահեռացման ծառայություններից։ Հնարավոր է ձեռք բերել 10-ից 200,000 դրամ արժողությամբ նվերքարտեր։ Նվերքարտը կարող ես գտնել անթերիսի բոլոր մասնաճյուղերում։ Ձեռք բերելու համար կարող ես զանգահարել, գրել անթերիս կլինիքսի էջերին կամ այցելել մասնաճյուղեր։ Նվերքարտերի առաքումը Երևանի տարածքում անվճար է։ Որ խոսեցիք DJ-ներից ու շուկայի հագեցվածությունից, ես հիշեցի պրոստը իմ մի քանի փորձերը, տենց տարբեր մասնագիտական ոլորտներ մտնելու ու հետաքրքիր է, որ հիմա թվում է թե բոլոր ոլորտները այդտենց հագեցած են, մի քիչ այդ խնդիրը կա։ Համ փչացած տեսանկյունից, համ փչացած Համ այդ տեսանկյունից, համ էլ հագեցվածության, այսինքն որ շատ են մասնագետները, որ խիտաշուկան ու մտնելը շատ ավելի բարդ է։ Եվ իթե մեր դարի ինչ-որ խնդիր է, հա, երբ որ շատ են մարդիկ, չգիտեմ, աշխատանքի ու տենց շուկաները հագեցած են, այդ հետաքրքիր պահ է։ Ու ուզում էի նաև մի քիչ անդրադառնայինք ձեր փոքր տարիքից աշխատելուն, ինչ դրական ու ինչ բացասական ազդեցություն է ունեցել այդ ձեր կյանքի վրա, թե մասնագիտական, թե ոչ մասնագիտական կյանքի վրա ինչ կառանձնացնեք, ու արդյոք որ հետ գնայիք, այդքան շուտ կսկսեիք աշխատել։ Նայեք, ես 17 տարեկանից եմ աշխատել, դա չեմ կարող ասել, որ շատ շուտ է, որովհետև ընկերուհիներ ունեմ, որ 14-15 տարեկանից մատուցող են եղել ու հիմա արդեն բավական լուրջ պոզիցիաների վրա են աշխատում եւ վաղ տարիքից աշխատելը ահա որ մեծ առավելություններ է տալիս նույն մրցակցային առումով, որովհետև ախր այդ հմտությունները, որոնք դու այդ փափուկ հմտությունները, որ ձեռք ես բերում, իրանք sense կումուլացվում են, sense խտանում են տարիների ընթացքում եւ այն մարդով ենթադրենք սկսել աշխատել 17-ից ու այն մարդը, որ աշխատել է 23-ից կամ չգիտեմ 28-ից Իրանք 30 տարեկանում, 2-30-ում ունենալու են սարսափելի տարբեր հմտություններ եւ դա ազդելու է ինչպես շփման հմտության վրա, հա, որակի վրա ավելի ճիշտ։ Իսկ մենք գիտենք, որ շրջապատը, շփումները դա ամենակարևոր գործիքն է, ամենակարևոր, հա, ասենց ասած հաղթաթուղթն է, որ մարդը ունի, ես կարող եմ հստակ ասել, որ իմ հաջողության երևի 30%-ը մինիմում դա իմ շփման հմտությունների շնորհիվ է եղել, որը որ հենց այնպես միանգամից չի, ասենց չես ծնվում դրանով։ Այսինքն դու պետք է անդադար տարբեր միջավայրերում, նաև աշխատանքային տարբեր միջավայրերում կարողանաս սկսել նորմալ շփվել մարդկանց հետ։ Երկրորդը էմոցիոնալ ինտելեկտն է շատ ավելի զարգանում, երբ որ դու մտնում ես տարբեր միջավայրեր, տարբեր մարդկանց հետ ես շփվում, եւ դա ոչ միայն ինստիտուտն ու ընտանիքն ու մի քանի ընկերներն են, այլ շատ բազմազան, ասենց տարբեր ոլորտներն են, միջավայրներն են, որտեղ որը որ քեզ կոփում է եւ ավելի ճկուն է դարձնում։ Նաև մասնագիտական որոշ հմտություններն են, որ դու չես կարող ուղղակի շատ արագ զարգացնել, դա նույնպես ժամանակի հարց է, այսինքն դու ժամանակ ես շահում, երբ որ դու շուտ ես սկսում աշխատել,
վաղ տարիքից է սկսում աշխատել, ինչու ոչ ֆինանսական անկախությունն է եւ դա շատ մեծ թվեր է տալիս, որովհետեւ մի բան, երբ որ դու կախված ես քո ծնողներից ավտոմատ որոշ ձևով մանիպուլացվում ես նաեւ նրանց կողմից, նրանք կարողանում են քեզ թելադրել իրենց կարծիքը կամ նույնիսկ շանտաժ անել երբեմն գումարով, իսկ այս դեպքում դու կարողանում ես ֆինանսապես անկախ լինես եւ նաեւ չենթարկվես որոշ դեպքերում առողջ իմաստով չենթարկվես ծնողների տարբեր մանիպուլյացիաներին Շատ ծնողներ ստեղ կարող է բանանեն, մեզ չհավանեն, հա, բայց մի քիչ ուզում եմ այդ մասին էլ խոսենք, որ շատ դեպքերում ոնց որ ծնողները մտածում են, որ իրենց պատկերացրածը կամ իրենց որոշածը երեխեքի համար միանշանակ ճիշտ է, կամ մտածում են նույնիսկ եթե ճիշտ է, մտածում են, որ եթե իրենք որոշում կայացնեն երեխու փոխարեն, դրանով իրանք օգուտ են տալու։ Ոչ, երեխան միշտ մտածելու է, որ իրեն խանգարել են, չեն թողել ռեալիզացվել եւ ասում եմ ինչպես շատ այլ մարդկանց դեպքում շատ հնարավոր է որ այդ ձեր որոշումը եւ ձեր այսպես ասած բռունցքը սեղանին դոփելը, խփելը լինի ամբողջ կյանքի համար ճակատագրական սխալ։ Ու երեխան մինչև ասենք, ասում եմ իմ ընկերների մեջ կան մարդիկ, որ 50 տարեկան են, ասում են մինչև հիմա մեղադրում են իրենց ծնողին։ Գումարած դրան նաև այդ որոշում կայացնելու կամ ընտրություն կայացնելու հմտությունը ինքը օթից չի ընկնելու, էլի գլխիդ, երբ որ դու դառնաս 25 կամ դառնաս 30, եթե քո փոխարեն անդադ որոշել են ինչ-որ ապահով տարբերակներ են ընտրել, ստացվում է որ դու ոնց որ ծնողներն էլ չէ հավերժ չէին, որ իրենք չլինեն, ինչ են անելու իրենց երեխեքը, ինձ թվում է կարևոր է նաև դրա մասին մտածել ու էգոիստիկ չլինել էլի, որ մենակ հանգիստ լինի սիրտդ, որ երեխեդ լավ արե, քո ուզածով արել ամեն ինչ։ Ու պլյուս դրան ես օրինակ իմ օրինակով ասեմ, ես 23 տարեկանից սկսել եմ գումար հետ գցել, իսկ անգամ շատ տղաներ կան, որ 23 տարեկան հələ չեն սկսել աշխատել, հա, ծնողների, այսպես ասած, վզին նստած են, որ ես չեմ հասկանում ընդհանրապես ու չեմ սիրում այդպիսի մարդկանց։ Ես 23 տարեկան սկսեցի իմ եկամուտի երևի թե 70% անգամ հետ գցել, որովհետև ես գիտեմ ցենց ինքս իմ հանդեպ խիստ լինել ու դիսցիպլինա ունեմ շատ ցենց լուրջ եմ ուրիշների հանդեպ համ ինքնադիսցիպլինա ցենց ասած, հա, որ նաև թիմում պետքա լինել շատ պատասխանատու եւ այլն եւ ճիշտ որոշումներ կայացնել եւ նաև ինքս իմ հետ կապված կարողանում եմ ճիշտ որոշումներ կայացնել, որի արդյունքում ես 27 տարեկանում գնեցի իմ առաջին սեփական գույքը Երևանի կենտրոնում։ Այսինքն այն որ եթե ես 17-ում չսկսեի, ես 100% այդ հաջողության այսպես ասած չի հասնի այդ նպատակին, դա կարող է մեկի համար այնպես չի որ դա հաջողություն է, բայց իմ համար դա նպատակ էր կարևոր, որին ես հասա, պլյուս աշխարհով շրջագայել, արդեն մենակ լրիվ ինքնուրույն եւ այդ ամեն ինչը չի կարող հենց այնպես հենց միանգամից մի օրում դու սկսես աշխատել եւ կես տարուց դու ունենաս այդ բոլոր հմտությունները կամ անգամ պատկերացումը թե դու ինչ ես ուզում քո կյանքի հետ անել։ Ուստի պետք չի սահմանափակել երեխեքին, մանավանդ եթե այդ երեխան հմտություններ ունի, հնարավորություն ունի ինքը իր գլուխը պահելու, բայց դա նաև չի նշանակում, որ պետքա պրավալ տալ կրթությունը, որովհետև օրինակ իմ դեպքում ես 2 տեղ աշխատել եմ, բայց միաժամանակ ես կարմիր դիպլոմով ավարտել եմ պետական համալսարանը եւ դա չի խանգարել ինձ, որ չգիտեմ, կրթվեմ նորմալ, սովորեմ, իմ գիտելիքը ստանամ։ Եթե ծնողը նկատում է, որ օրինակ աշխատանքը խանգարում է կրթությանը, այստեղ հա իրականում կա մտածելու կարիք ու ինձ թվում է լավ կլինի, եթե այդ դեռահասը կամ երիտասարդը նաև ինքը ճիշտ գնահատի իր ուժերը, արդյոք ինքը կկարողանա համատեղել եւ աշխատանքը եւ կրթությունը։ Ինչ մասնագիտությամբ եք սովորել դուք։ Ես 3 մասնագիտություն եմ, առաջին մասնագիտությամբ կենսաբան էկոլոգ եմ, երկրորդ մասնագիտությամբ PR մարքետոլոգ եւ երրորդով բժիշկ։ Ինչ հետաքրքիր հարց ունեմ։ Ուրեմն նշեցիք, որ սկզբում սկսել էիք DJ-ությամբ ու ստացվում էր ձեր մոտ ինչ որ մեծ հաջողություններ կար բավական երիտասարդ տարիքում, բայց ոչ ճիշտ ստոպ տակ, դիմեք համալսարան, սովորեք եւ հետո նոր շարունակեք։ Ինչ հարց է իմ մոտ առաջանում։ Ինչի էիք մտածում այդ ժամանակ, որ ձեզ համալսարանը պետք է, հատկապես եթե դուք արդեն կարողանում եք աշխատել։ Այս հարցը ինչի եմ տալիս, որովհետև շատ տարածված է, որ երիտասարդ տարիքում երեխեք մտածում են, օքեյ, եթե կարողանում եմ աշխատել, ուրեմն ինձ կրթություն պետք չի, ու հասկանանք, թե լավ, եթե պետք է, ուրեմն ինչի համար է պետք։ Մեկ էլ ինչի է այդքան տարբերվում մասնագիտությունը նրանից, ինչով դուք սիրում եք զբաղվել։
Լավ, նայեք, այն տարիները ու հիմիկվա իրականությունը շատ տարբեր են։ Ես չեմ կարող հիմիկվա երիտասարդին փաթաթել իմ կարծիքը եւ ասել, որ ես այն ժամանակ էսպես եմ մտածել, հիմա դուք էլ այդպես մտածեք, բայց կապ չունի իհարկե որ ժամանակներն են, կրթությունը իրոք կարեւոր է։ Դա կարող է ոչ ֆորմալ կրթություն անգամ լինի, չգիտեմ, 6 ամսյա կուրս լինի եւ այլն։ Եթե մարդը օրինակ չի ուզում 6 տարի ծախսել համալսարանի վրա եւ մտածում է, որ 6 ամիս օրինակ գրաֆիկ դիզայն կարող է սովորել, այդ ոլորտը տիրապետել եւ մեծ հաջողություններ ունենալ, ինչու արտադրել, որ ինքը գնա 6 տարի սովորի, հա, բայց կոնկրետ ես իմ օրինակը ասեմ, որ ուղղակի հիմա ես իմ մասն եմ պատմում, իսկ ամեն մեկը իր համար պետք է всё-таки որոշի։ Իմ դեպքում կենսաբանության ոլորտը ուսումնասիրելը եւ ընդունվելը պետական համալսարան հերթական երազանքներից մեկն էր եւ նպատակներից, դե մոտ երազանքը միշտ հավասար է նպատակի, ես այնպես ուղղակի օդի մեջ չեմ երազում, ասում եմ չէ, ես էս պետքա ուզում եմ, ես էս պետքա անեմ։ Եվ պետական համալսարան ընդունվելը իմ կարևոր երազանքներից մեկն էր, որ ես իրականացրեցի, որովհետև ֆանատիկորեն ուզում էի դառնալ գենետիկ, ուզում էի ուսումնասիրել բնությունը, ամեն կենդանի օրգանիզմ եւ ես էլ եմ ասել այս միտքը, բայց պետք է կրկնվեմ, ինչպես է սիրահարված մարդը գնում ժամադրության, այդտենց ես գնում էի համալսարան, ես գնում էի հանդիպելու իմ ամենասիրելի ոլորտը ներկայացնող դասախոսներին ու չգիտեմ, կարող է տարօրինակ է, բայց ես այնքան այդ գիտության հետ կապված մեծ սեր ունեի, որ ես կարեի հուզվեի նույնիսկ այդ ամեն ինչ սովորելով, այն հասկանալով բնության հետ կապված ամեն ինչը ինձ ահավոր հետաքրքիր էր եւ ես հիշում եմ որ դասախոսները պատմում էին օրինակ ինչ որ կենդանիների հետ կապված հետաքրքիր պատմություններ թե ինչքան ինտելեկտով են կենդանիները եւ ինչ հետաքրքիր բաներ են անում օրինակ իրենց երեխաների խնամքի հետ կապված զաքուկների եւ այլն հա ես ինձ կարող եմ նստել հուզվել եւ այլն կարճ ասած ես ֆանատիկորեն սիրում եմ գիտությունը եւ բնագիտությունը կոնկրետ ցավոք ինչու չեմ շարունակել ես մագիստրատուրա եմ արել եւ էկոլոգիայի գծով եմ շարունակել մագիստրատուրան պարզապես էլի եմ այստեղ մասին ասել այստեղ պետք է կրկնվեմ ասին մնա լաբորանտ դարձիր այստեղ կրծեր գիտաշխատող 17000 դրամ է ստանալու ամսական եւ ես պետքա ռադիոյից դուրս գայի այդտեղ կտրվեի իմ ստաբիլ եկամուտից եւ նաեւ դե իհարկե դիջեյությունը կարող էի զուգահեռ շարունակել բայց գիտաշխատողի այդ կարիերան որը որ մաքսիմալը դա մեր չգիտեմ օրինակ դասախոսի կամ ռեկտորի աշխատավարձներ չէ որ կարող էի պատկերացնել ես այդ ժամանակ արդեն այդքան աշխատավարձ ստանում էի աշխատավարձը որ նա այդքան եկամուտ արդեն ունեի ու այստեղ է շատ կարևոր որ մարդը հասկանա եթե լավ ինքը խորանում է այս ոլորտի մեջ ինքը ինչա ստանալու փոխարենը որովհետև իրական կյանքի մեջ ենք մենք ապրում չէ երազանքների գրկում չենք մենք պետքա հասկանանք մենք ուզում ենք այդտեղ ժամանակ ծախսենք այսինքն էֆեկտիվությունը քո ժամանակի ինչքանով է էֆեկտիվ ու ես որոշեցի որ սա որպես գիտելիք ինձ ահավոր մեծ բան է տվել ինձ ամբողջ մի չգիտեմ աշխարհայացա փոխել ես պաշտում եմ բնագիտությունը մինչ օրս ես միշտ ինչ-որ անգամ Facebook-ում ինչ-որ post-եր եմ բնագիտական դնում բայց որպես մասնագիտություն ոլորտ ես չշարունակեցի, որովհետև ես այդտեղ գնահատված չէի լինելու։ Ես պետքա երևի թե երկու անգամ առաջարկ եմ ստացել գիտությամբ շարունակել, երբ որ ես արդեն մագիստրատուրայում էի Մոսկվայում եւ Հարվարդում, բայց չեմ շարունակել։ Ավելի շատ եք սիրում դիջեյությունը։ Թե ուղղակի չեք պատկերացնում։ Ես հավասար եմ սիրել գիտությունը եւ երաժշտությունը։ Պարզապես երաժշտությունը, այսպես ասած, այն որ ասում են արդեն նախ դա արդեն կար, ես արդեն հայտնի էի, ես արդեն հասկացել էի ինչպես եմ այստեղ ինքնարեալիզացվում, ինչպես եմ կարողանում գումար աշխատել եւ դա ինձ դուր էր արդեն գալիս, այսինքն ստացվում էր որ մի հատ լավ աշխատող գործարան ես պետք է այսպես փակեմ դուռը եւ գնամ անհայտ ուղղությամբ, որը կարող էր իհարկե շատ հետաքրքիր լինել
էլի դառնար շատ մեծ հաջողության ալիք իմ համար, ես չեմ ասում, որ չէր կարող, որովհետև այն դռները, որոնք որ պոտենցիալ բացված էին իմ համար, նույնպես շատ մեծ դռներ էին, բայց ես այս իմ ձեռքով ստեղծած գործարանը չէի ուզում քանդեի, որովհետև այդ մեծ չարչարանք էր դրված, ժամանակ էր դրված, սեր, էներգիա եւ իմ համար թանկ էր այդ ամեն ինչը արդեն, ու դե հաշվեք, եթե ես չգիտեմ 17 տարեկանից աշխատել եմ, դա խոսքը գնում էր արդեն երևի 24-25 տարեկանի մասին, այսինքն ես արդեն 8 տարի վիզ էի դրել, այսպես ասած, եւ ես չէի կարող այդ ամեն ինչի վրա ջուր լցնել։ Հաջորդ մասնագիտություններից ձեռքբերումը եղել է ավելի շատ հմտություններ զարգացնելու հետ կապված, կոնկրետ PR-ի եւ մարքեթինգի ոլորտը, որովհետեւ նույն անձի բրենդինգը որը որ ես այսպես ասած որ ինտուիցիայով եմ ստեղծել շատ լավ ստացվեց եւ արդյունքում անգամ եթե պրոֆեսիոնալ թիմ աշխատում այդքան ուժեղ բրենդ չեն կարողանում անձնային բրենդ ստեղծել ես այն ժամանակ ինտուիտիվ արեցի այդ ամեն ինչը հետո իհարկե բազմաթիվ սեմինարների մասնակցեցի մարքեթինգի PR-ի ոլորտի երևի թե մի 20-25 սերտիֆիկատ ունեմ բայց այն ժամանակային որ ես մտածում էի շատ տենց ակադեմիկ գիտելիքը իմ համար շատ կարևոր էր եւ ես քառակուսի էի մտածում ի տարբերություն հիմիկվա երիտասարդների ես մտածում էի որ կապ չունի այդ 20-25 սերտիֆիկատը եւ գիտելիքը եթե ես չունեմ դիպլոմ ուրեմն ես ոչ մի բան եմ ու այդպես ընդունվեցի ժող ինստիտուտ Հայաստանի տնտեսագիտական համալսարան մարքեթինգի մագիստրատուրա էլի կարմիր դիպլոմով ավարտեցի հիմա դիպլոմ ընդհանուր 4 թե 5 դիպլոմ ունեմ Եվ մի հատ ռիլ եմ որոշել աննկարեմ, որ այդ դիպլոմները պրոստը սենց շարած է, վրա ասենք օրինակ ծաղիկ ենք դնում, ծաղկամար եմ դնում, որ չէ, իրականում այս շատ վատ ռիլ է, լավ չեմ նկարի, որովհետև գիտելիքը, որովհետև ախր այդ դիպլոմի ճանապարհին, ստանալու ճանապարհին դու ահա որ շատ գիտելիք ես ստանում եւ անգամ եթե դա դու պրոֆեսիոնալ չես ռեալիզացվում այդ ոլորտում, այդ գիտելիքը չի կարող ուղղակի սենց հոդս ցնդի ուղեղում, այսինքն դա նստվում ու շատ կարևոր է։ Հիմա օրինակ, չգիտեմ, հիմիկվա դարի ժողովուրդը, երեխեքը, երիտասարդները միգուցե այդ գիտելիքը ստանում են այլ ձևերով, բայց այնուամենայնիվ, չգիտեմ, իմ կարծիքն է, այդ ակադեմիական գիտելիքը շատ կարևոր է։ Ուզում եմ նաև անդրադառնանք ձեր նախաձեռնություններին Teens Live-ին ու Parents Live-ին, ու մի քիչ խոսենք նաև դեռահասների, ծնողների փոխհարաբերությունների կրթության մասին։ Նախ այն մարդկանց համար, ովքեր ծանոթ չեն, կուզեմ մի քիչ ներկայացնեք ինչ կոնցեպտով եք աշխատում ու որն է նպատակը եղել այդ նախաձեռնությունների, ու հետո անցնենք նաև դեռահասների ու ծնողների մասին քննարկմանը։ Երկու պլատֆորմներն էլ ստեղծված են իրազեկելու նպատակով Teens Live-ը բնականաբար դեռահասներին, Parents Live-ը ծնողներին, երկու պլատֆորմների հետևում կանգնած է ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւ մենք ընդհանուր թիմում շատ լավ երիտասարդներ կան եւ կամավորներ ունենք բավականին շատ մեծ թվով աշխատում են որպեսզի կարողանանք այն բոլոր խնդրահարույց թեմաները, որոնք որ այդքան էլ պոպուլյար չեն խոսել դրանց մասին տանը, ընտանիքում չգիտեմ, դպրոցում եւ այլն, այդ մասին խոսում ենք մենք այդ պլատֆորմներից, սկսած բուլինգից, հոգեկան առողջությունից, խտրականություն, միավձիա, սեռական կրթություն, բռնություն եւ այլն, այդ ամենի մասին մենք մաքսիմալ շատ խոսում ենք այդ պլատֆորմներում եւ խոսում ենք այն լեզվով, որը որ դեռահասին եւ երիտասարդին հետաքրքիր է TikTok-ի ֆորմատով, Reel-երի ֆորմատով, YouTube-ի ոդկասթների ֆորմատով, իվենտներ ենք անում էքսպերտների եւ ինֆլուենսերների հետ եւ շատ մեծ հաջողություններ ունի արդեն Teens Live-ը 18 թվականից բացված լինելով արդեն իսկ տասնյակ հազարավոր դեռահասների են կրթել եւ նաեւ իվենտների տեսակետից offline online որ իվենտներ ենք անում բավական մեծ մասնակցություն է լինում այդ ամեն ինչը անվճար է կարևորը եւ դեռահասը որը որ մասնակցում է իվենտներին կամ թեկուզ ուղղակի պլատֆորմին է հետևում այնքան կարևոր ինֆորմացիա ստան որ իր ամբողջ կյանքի համար դա մեծ այսպես կարևոր գործիք է որպեսզի ինքը այդ ինֆորմացիան կարողանա ճիշտ օգտագործի եւ բազմաթիվ դեռահասներ այնքան նամակներ ենք ստանում շնորհակալական
ասեմ մենք շատ ենք օգնում, որպեսզի դեռահասները նաև իրենց ճանաչեն, հասկանան, օրինակ ինչ հոգեվիճակում են իրեն գտնվում, փորձեն կոնֆլիկտներ հաղթահարել, փորձեն թեկուզ օրինակ միակողմանի սիրո հետ կապված խնդիրները հաղթահարեն, եթե բուլինգի են ենթարկվում, ինչպես պետք է պաշտպանվեն, սեռական կրթության հետ կապված բավականին շատ ինֆորմացիա ենք տալիս, որը որ ոչ ծնողն է տալիս, հիմնականում չեն տալիս, ոչ դպրոցն է տալիս, իրենք անատոմիայի հետ թերթերը անցնում են մեծամասամբ դպրոցներում ոչ էլ հասկանում է դեռահասը ինչ է իր հետ կատարվում, ինչը որ այդ տարիքում շատ կատաստրոֆիկ հետևանք կարող է թողնի։ Հիշում եմ, որ Անին Գասպարյան, գինեկոլոգ, իվենտներից մեկի ժամանակ, որ մենք համատեղ արեցինք, պատմում էր, որ չգիտես ինչու, ինչ որ մի աղջկա մոտ ասոցիացվել էր, որ սիրահարվելու ժամանակ մարդը հղիանում է, աղջիկը հղիանում է, այսինքն այդքան ինքը գիտելիքի պակաս է ունեցել եւ սարսափելի հոգեկան վատ վիճակներում է եղել, որովհետև այն որ սենց իրան զսպել է, որ չսիրարվի ինչ որ տղայի, որ հանկարծ չեղիանա։ Այսպիսի դեպքեր է լինում, դաշտանի հետ կապված է լինում, որ ոչ մի ինֆորմացիա ծնողը աղջկան չի տալիս եւ այդ աղջկա մոտ հիստերիա է ուղղակի սկսում, իրան թվում է, որ ինքը մահանում է։ Տղաների հետ կապված էլ ունենք շատ դեպքեր, բուլինգի դեպքերի հետ կապված էլ չասեմ, անգամ եղել է, որ մենք կանխել ենք սուիցիդը, որովհետեւ մեզ նամակագրված եղել եւ մենք հասկացել ենք, որ կատաստրոֆիկ ինչ որ իրավիճակ է, մենք հոգեբանի հետ ենք խոսել եւ ճիշտ խորհուրդներ ենք տվել եւ այդ մարդը հետագայում մեզ շնորհակալ է եղել բնականաբար, որպեսզի որ մենք կարողացանք իրան այդ ծանր իրավիճակից հանենք ու շատ մեծ միսիա են կատարում իրականում ու մեր թիմը շատ հպարտ է, որ մենք կարողանում ենք ծանր թեմաներից խոսենք ու ոչ այդքան ծանր ձևով, այսինքն շատ թեթև ֆորմատով մենք խոսում ենք շատ ծանր բաների մասին, չգիտեմ ծխախոտի թմրամիջոցների մասին, ալկոհոլիզմի մասին եւ այլն ու մեր կամավորներն էլ մեր դեսպաններն են դառնում, այն կամավորները, որոնք որ արդեն 9-րդ սերունդն են հիմա հավաքագրում, իդեպ ես վստահ եմ, որ այս ոդկասթի հեռարձակման ժամանակ դեռևս հայտը բաց կլինի, կարող են մտնել Teens Live եւ հղումով գնան եւ հայտը լրացնեն։ Մենք արդեն, ինչպես նշեցի, 8 սերունդ դեռահասներ ենք ունեցել, ովքեր համ իրենք արդեն կրթվել են եւ նաեւ փորձել են իրենց տարեկիցներին ինֆորմացիա հաղորդեն ու մեր դեսպաններն են այդ բոլոր թեմաներով իրան գնում են աչուձախ նույնիսկ կամավորությունից հետո տարիներ շարունակ խոսում են այդ մասին ու այդ մեր մեծ հաջողությունն է որ մենք կարողանում ենք այսպես լավ վիրուսի ձևով այսպես դրական առողջացնող այսպես տարածենք այդ ինֆորմացիան իսկ ծնողների պլատֆորմը անցած տարի ենք հիմնել բավական մեծ ուշացումով որովհետև մենք սկզբում մտածում ենք, որ ծնողները ամեն ինչ գիտեն։ Պարզվեց ոչ մի բան չգիտեն։ Մեծ մասը անգամ չգիտի տարական բաներ, որ պետքա փոխանցի իր դեռահասին։ Դրա համար մենք փորձեցինք այդ պլատֆորմը հիմնենք եւ կարողանանք դեռահասներին օգնել, որովհետեւ այսպիսի իրավիճակ էր ստեղծվում։ Մենք փորձում ենք ինֆորմացիա հաղորդել դեռահասին, դեռահասը կրթվում էր, գնում էր տուն, բախվում էր ինչ որ իրականության հետ, այն ծնողի հետ, ով գիտելիք չունի, ով կարող է քարկոծի դեռահասին, անգամ ճիշտ գիտելիք փոխանցելու կամ իմանալու համար։ Դրա համար ստեղծվեց այդ պլատֆորմը եւ տենց տոտիկ առաջ են գնում նաեւ ծնողներին ենք փորձում ինֆորմացնել։ Այ հենց դրա հետ կապված էլ հարց ունեի, արդյոք Teens Live-ով թեմաներ բարձրաձայնելու հետևանքով ինչ որ ծնողներից բացասական ալիք չի եկել ձեզ վրա, օրինակ նույն սեռական կրթության թեմայով խոսելու հետ կապված, որովհետեւ հիշում եմ վերջերս որ դպրոցներում օրինակ մտածում էին առարկան, այսինքն ներդրել են արդեն շատ բացասական արձագանք էր գալիս ծնողների կողմից, որ ոնց որ մենք որ չենք ստացել սեռական կրթություն, չենք մեծացել, ամեն ինչ լավ է մեր հետ, ուզում մի քիչ նաև դրան անդրադառնանք, արդյոք եղել են բացասական արձագանքներ դեպի ձեզ, ու ոնց եք դրա հետ առնչվում, ոնց եք փորձում դրանի պատասխան անել, մեկ էլ ինչ կարծիք ունեք ընդհանրապես այդ ամեն ինչի հետ կապված, էլի, այսինքն որն է կարևորությունը սեռական կրթության, նույն ավելի այն կողմից խոսալով, որ օրինակ դեռահասը
ով հանդիպում է ինչ-որ հոլովակի, որը սեռական կրթությանյան կարևոր ինֆորմացիա է տալիս ու ծնողը, որ իրան խորհուրդ է տալիս, օրինակ չհետևել նման բաների, որովհետև դրանք վատ փուֆ բաներ են, հա։ Իսկ ոնց անենք, որ դեռահասը ինքը կարողանա վերլուծել համ ծնողի ասածը, համ ամեն ինչ որ ինտերնետից է ստանում, որովհետև ամեն դեպքում ինտերնետից ստացած ամեն բան չի որ լավն է, չէ։ Ու միշտ չի որ ծնողի խորհուրդը վատ է, ու ոնց որ երկուսն էլ լինում են, հա։ Ոնց կարողանա դեռահասը վերլուծել այդ ամեն ինչը ու կողմնորոշել այդ ամեն ինչը։ Մի քիչ լայն հարց ստացվեց, ասես մի քանի հարց իրար մեջ տվեցի, բայց ուրեմն սկսեմ ամենակարևորից։ Դեռահասը այսպես թե այնպես ինֆորմացիա ստանալու է, որովհետև այդ թեմաները իրեն հետաքրքրում են։ Ծնողին պետք է առաջին հերթին հետաքրքրի ինքը որտեղից է այդ ինֆորմացիան ստանալու, ինչ ինֆորմացիա է ստանալու, արդյոք այդ ինֆորմացիան հավաստի ինֆորմացիա է, թե այդ ինֆորմացիան, որը որ կարող է ուղղակի օրինակ Google-ը անի կամ ընկերոջից լսի, դա կարող է իր դեռահասին վնասի։ Ուստի այն ամենը, ինչը որ օրինակ մեր պլատֆորմից է դուրս գալիս, իսկ մենք հեսա կասեմ ինչ հոլովակներ ենք օրինակ, ինչ թեմաներ մասն ենք խոսում, այդ ծնողի համար ուղղակի ոնց գտած բան է, որովհետև այն ինֆորմացիան ինչը որ ինքը չի կարողանում, չգիտեմ, ամաչում է, չի տիրապետում միգուցե, չի կարողանում իր դեռահասին փոխանցի, այդ ինֆորմացիան մեր մասնագետները, գինեկոլոգները, ուրոլոգը, չգիտեմ, տարբեր հոգեբանները կարողանում են դեռահասին ներկայացնել։ Դա հիմնականում նվիրված է այն ինֆորմացիան ճանաչել սեփական մարմինը առաջին հերթին, աղջիկները իրենց մարմինը հասկանան ինչ է կատարվում պուբերտատի շրջանում, տղաները հասկանան իրենց հետ ինչ է կատարվում, որն է նորմալ, որն է աննորմալ, որ դեպքում պետք է դիմել բժշկի։ Նախ դա։ Երկրորդ թեման դա սեռավարակներն են, որի մասին պետք է դեռահասը իմանա, ու դա չի նշանակում, որ ինքը սեռական հարաբերություններ կարող է սկսել 18-ից շուտ, մենք ասում ենք, որ բոլոր տեղերով, որտեղ որ ռիլա գնում, փոստա գնում եւ այլն, որ 18+ բնականաբար, բայց գիտելիքը ցանկալի է իմանալ մինչև այդ, որովհետեւ մենք շատ դեպքեր գիտենք, երբ աղջիկը կույս ամուսնանում է եւ չգիտես ոնց, պարզվում է, որ հղիության ընթացքում օրինակ միավ ունի այդ աղջիկը, ինչպես պարզա արդեն որ ամուսնուց է եկել այդ միավը եւ այն մինիմալ գիտելիքը, որ սեռական հարաբերություններ սկսելուց առաջ պետք է երկուսն էլ հետազոտվեն կամ գոնե այն կողմը, որ ունեցել է արդեն սեռական հարաբերություններ իրենց կյանքում, պետք է հետազոտվեն, հա։ Նմանատիպ մինիմալ գիտելիքներ չիմանալը, այդ ահավոր վտանգավոր է հետագա կյանքի համար։ Կամ ամենակարևորը, որ սեռավարակները ոչ միայն սեռական ճանապարհով են փոխանցվում, շատ դեպքում նաև արյան միջոցով են, չէ, կարող են փոխանցվել։ Ցեն եւ ուղղակի օրինակ շատ դեպքերում կարա նաև մատնահարդարման հետևանքով լինի, հեպատիտ C-ն։ Ու ոնց որ այդ ինֆորմացիան իմանալն էլ էլի շատ կարևոր։ Միանշանակ։ Ընդհանրապես մարդը պետք է իր օրգանիզմի մասին տոտալ ինֆորմացիա ունենա։ Դա չի վերաբերվում միայն սեռական համակարգին, ընդհանուր առմամբ, սկսած հոգեվիճակից, ավարտած, չգիտեմ, ընդհանուր առողջական վիճակով, սեռական համակարգի մասին ինֆորմացիա, որտեղ դա մեր մարմինն է, մենք պարտավոր ենք իմանալ ինչա կատարվում մեր հետ։ Եվ առհասարակ սեռական կրթությունը նախ մեր պլատֆորմներում եւ եթե չեմ սխալվում նաեւ դպրոցական ծրագրով, դա 13-14+-ն է, եթե չեմ սխալվում, ամեն դեպքում մեր մոտ 13+-ն է եւ մենք ինֆորմացիան տալիս ենք տարիքին համապատասխան, այսինքն չենք տալիս անհամապատասխան ինֆորմացիա, որը նույնպես շատ կարևոր է։ Եւ իրականում ծնողների կողմից երբեք չի եղել բացասական, անկեղծ եմ ասում, երբեք ոչ մի բացասական կոմենտ եւ ինչ որ լարվածություն չենք նկատել, ընդհակառակը միշտ շատ շնորհակալ են եղել, որ կարողացել ենք մենք ինֆորմացիա փոխանցել եւ իրենց դեռահասներին։ Իրական ծնողները, որ մտնեն մեր պլատֆորմ, կհասկանան, որ այն ամենայն բոբոբաներ, որ իրենք պատկերացնում են, դա ընդհանրապես կապ չունի ոչ մեր պլատֆորմի հետ եւ ինչքան գիտեմ նաեւ ծրագրի հետ, որովհետեւ այն ինֆորմացիան, որ տարածվում էր տարբեր լրատվամիջոցներով, այդ ավելի շատ մանիպուլյացիա էր, քան թե իրականության հետ կապ ունեցող ինֆորմացիա։ Եվ ծնողը շատ պետքա մոտիվացված լինի, որպեսզի իր երեխան իր սեփական մարմնի մասին մաքսիմալ ինֆորմացված լինի, որպեսզի հետագայում ռիսկերը մինիմալիզացվի։
Իսկ ինչ բարդություններ կան դեռահասների հետ աշխատելուց, ինչ նրբություններ կան ու ինչ եք դուք եւ իթե դուրս բերել ձեզ համար, որ միգուցե մեզ նայող ծնողներին կամ մեզ նայող ուսուցիչներին կարող օգտակար լինի դեռահասների հետ աշխատելու հետ կապված։ Դեռահասների մեծ մասի մոտ կա խնդիր հետևողական լինելու եւ մի քիչ այդ ինքնադիսցիպլինայի հետևելու այս բեկետ հասնելու ճանապարհին, երբ գիտեն, որ օրինակ մեր կամավորության ընթացքում, որ այստեղ սկսում ենք, այստեղ ավարտում ենք, չգիտեմ, 8 ամիս կամավորություն է, պետք է անել որոշակի պարբերականությամբ որոշակի գործեր։ Չգիտեմ, վիդեոսյոմկա, մոնտաժ, ինչ որ հոդված գրել եւ այլն։ Ես հասկանում եմ, որ դեռահասները միգուցե լավ չեն գիտակցում, որ ինչ որ մի օգտակար բանի համար լինեն շատ հետևողական ու դա իրանց շատ մեծ առավելություն է տալիս, նաև հմտություն է ձևավորում գործը մինչև վերջ անելու։ Այստեղ եմ նկատել, որ միգուցե հիմիկվա դեռահասները ունեն այդ խնդիրը։ Հիմիկվա դեռահասները ունեն նաև խնդիր չկենտրոնանալու, էդ էլ կա, ու ես մի քիչ լավ մեղադրում եմ գադջետներին, որովհետև ինչ որ ակնթարթային արդյունք են տեսնում, ինչ որ ակնթարթ ինչ որ մի բան սովորեցին 3.5 վայրկյանում ոնց կարա դա տենց բան լինի, չէ։ Այսինքն դեռահասը սովորում է գադջետների միջոցով, այս սոցիալական ցանցերի միջոցով արագ ինչ որ մի բան փորձել ստանալ կամ արագ հաճույք ստանալ, արագ ինչ որ մի դոֆամին արտադրվի ու անցնեն առաջ։ Բայց կյանքում իրական կյանքը այդ արագության մասին չի, դու պետք է հետևողական, այսպես ձեռդ գնաս ու փորես, որ հասնես այդ քո բեկետի։ Այսինքն երբեք չի կարող լավ արդյունքը շատ հեշտ լինել։ Պետք է մոռանանք, որ տենց արագ տենց մի հատ երկու հատ ռիլ կգցենք ու կդառնանք թույն բլոգեր եւ միլիոններ կաշխատենք։ Հիմիկվա դեռահասների մոտ կա այդպիսի ինչ որ թյուրիմացական ինչ որ պատկերացում, որ շատ արագ կարելի է արդյունքի հասնել, բայց դա այդպես չէ։ Ու երբ որ տեսնում են, որ 1-2 ինչ որ բարդ թասկեր ատրվում իրանց, չեն կարողանում ուղղակի հաղթահարել։ Բայց օրինակ մեր սերնդի ժամանակ մենք, ասենք, չգիտեմ ինչեր էինք հաղթահարում, բարդություններ այդ տասնապատիկ ավելի ուժեղ բարդություններ, քան թե հիմիկվա դեռահասները բախվում են դրա հետ։ Այդ խնդիրը կա դեռահասների մոտ, բայց ես ասում եմ, դա ոչ այդքան երևի թե ծնողի մեղավորությունն է, այլ հիմիկվա իրականության եւ գադջետների։ Իսկ ո՞նց եք աշխատում այդ խնդիրների հետ, ո՞նց եք փորձում լուծել։ Նախ մենք մաքսիմալ մոտիվացնում ենք մեր դեռահասներին, կամավորներին հասկանալու, թե այդ բեկետը իրենց ինչա տալու։ Դա փափուկ հմտություններն են, դա ահավոր շատ գիտելիքն է, որը ոչ միտեղ իրանք էլ չեն ստանա։ Դա լավ կապերն են, դա ընկերական շատ լավ շրջապատն է, դա հավես ժամանցն է եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի սերտիֆիկատն է, որը ասում են պատերածակում, եւ այդ բոլորը եթե մարդուն չի մոտիվացնելու, մենք հանում ենք այդ կամավորին։ Մենք եթե օրինակ 1-2 ինքը իր տնային աշխատանքը չարեց, մենք հրաժեշտ ենք տալիս, որովհետև մեծ մրցակցություն կա այդ մի կամավորի տեղը 100 հոգի ուզում է մտնի։ Այսինքն այդ կամավորը ինքը պետք է հասկանա, որ եթե ինքը ընտրվել է, ինքը ընտրյալ է, ինքը պետք է մաքսիմալ փորձի պատասխանատու ձևով իր գործը անել։ Ու այդ գործը իրականում շատ բարդ գործ չի, ընդհանրապես բարդ գործ չի, ուղղակի պետք է հետևողական լինել։ Այդպես կամավորների հետ կոնկրետ կամ դեռահասների հետ կապված այդ կարող եմ ասել, այդ կարող եմ նշել։ Բայց ունենք հրաշալի թիմեր, արդեն 8 սերունդ կամավորներ, ովքեր որ մնացել են թույլ ենք տվել մնալ թիմերում եւ բոլոր այդ ձեռքբերումները ունեն այս պահին եւ շատերը նաեւ այդ ՅՈՒՆԵՍԿՕ-ի սերտիֆիկատով մեծ հաջողությունների են նաեւ հասել։ Մերսի շատ ձեզ։ Շնորհակալ եմ ես էլ։ Ու որպես ամփոփում մեր ավանդական հարցը, որի շուրջ արժի մեզ լսողները մտածեն ու որի պատասխանը ներսում գտնելը կարեւոր է ասես։ Ինչն է ձեզ երջանկացնում։ Պետք է այդ հարցի պատասխանը կարծում եմ յուրաքանչյուրը գտնի, որովհետև շատ հաճախ մենք վազքի մեջ ենք լինում եւ երբեք չենք նայում մեր ներս, որպեսզի հասկանանք մեզ իրականում ինչն է երջանկացնում։ Դա կարող է ոլորտը լինի, դա կարող է ինչ-որ լրիվ այլ երկիր փոխել լինի։ Հասկացեք, թե ինչն է ձեզ երջանկացնում։ Մերսի շատ։ Շնորհակալ եմ։ Ձեզ էլ մերսի, որ լսեցիք մեզ մինչև վերջ, իսկ մենք կհանդիպենք եկող շաբաթ։